Օշականի տան պատշգամբում Սարուշենի խաղաղ ու երջանիկ օրերն է մտաբերում Անահիտը։ Իր անհանգիստ սիրտը մի փոքր հանգստություն այստեղ է գտել։ Այստեղ, այս առանձնատան բակում, տանը սիրելի գործով զբաղվելիս։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ու սեպտեմբերի 25-ը Անահիտի սրտում միջսպիացող վերք են թողել։ Պատերազմը, վառելիքի պահեստի պայթյունը խլել են Անահիտի եղբորը, ամուսնուն, հորեղբորը, ամուսնու եղբորը, քրոջ ամուսնուն, ընտանիքի գրեթե բոլոր տղամարդկանց։ Արդեն Ստեփանակերտում էինք եւ այդ մեկօրյա պատերազմը դադար էր առել, բայց եղբորս ու հորեղբորս մասին լուր չունեինք ու հետո իմանում ենք, որ դիրքերում եղբայրս վիրավորվել էր, հորեղբայրս փորձում էր նրան դուրս բերել եւ Ստեփանակերտ Խաչմաց ճանապարհին զոհվում են երկուսն էլ։ Եղբորս մահվան լուրը ինձ ամուսինս է ասում։ Անիտ ես գիտում դու ուժեղս, արտակից լավ լուր չկա։ Կորստի ծանր լուրը սրտում նրանք սպասում էին իրենց հերթին, որ հայաթափվող Արցախից դուրս գան արդեն կիսատ դարձած ընտանիքով։ Վառելիք գտնելու հույսով տղամարդիկ գնացին եւ այլևս չվերադարձան։ Կայծակի ամպրոպի ձայներ ենք լսում ու հարևանի գոռոցներից դուրս են գալիս։ Հարևանները գոռում մտածում էին, որ Հայկազովում պայթուն է եղել եւ իրենց տղան այնտեղ էր։ Դո իմանում ենք, որ ամուսինս ու Արենն էլ էին այդ նույն տեղում։ Ու այդ գիշերը Արենին հիվանդանոցում գտնում ենք, բայց հաջորդ օրը առավոտյան երեխայի մահվան լուրն ենք իմանում։ Իսկ ամուսնուս մահվան լուրը արդեն Հայաստանում եմ իմացել 40 օր հետո ԴՆԹ-ով հաստատվում է նրա մահվան լուրը։ Մայրը, հայրը, 1.5 տարեկան բալիկը իրեն էին նայում, որ կարողանային այդքան կորուստներից հետո ապրելու մի փոքր ուժ գտնել։ Օշականում հաստատվելուց հետո Անահիտը որոշեց կյանքի կոչել մանկության երազանքը, որն Արցախում հասցրել էր մոռանալ, բայց ցավը, կորուստը, սոցիալական վիճակը արթնացրին նրա հիշողությունը։ Ինձ պետք էր աշխատանք, որը ինձ նաև սոցիալապես կօգներ, որովհետև իմ եւ երեխայի խնամքը ցավոք սրտի իմ ուսերին է, բայց ես միևնույն ժամանակ ուզում էի այնպիսի աշխատանք, որ նաև հոգեպես ինձ օգներ, որ ես դուրս գայի այդ ամեն ինչի միջից, որովհետև ես նաև իմ բալիկին պետք եմ հոգեպես առողջ վիճակում։ Այս աշխատանքը հենց այն էր, ինչ որ ինձ պետք էր, որովհետև ամեն տորտ պատրաստելուց ինձ դրական էմոցիաներ ա տալիս։ Չի հիշում, քանի տորտ է պատրաստել, քանի մարդու է ժպիտ պարգևել, բայց հստակ հիշում է առաջինը, այն տորտը, որը պատրաստել էր ամուսնու ծառայության ավարտի օրը։ Այդ օրվա երջանկությունը, միասին փչած մոմերը, իր ապրումները այսօր դարձել են երջանիկ հիշողություն։ Իմ ամենաառաջի տորտը ծննդյան, որ պատրաստել եմ, դա եղել է նրա ծառայությունն ավարտելու օրը։ Ես իմ ձեռքով տորտ եմ պատրաստել, հետո նա եկել է, մենք միասին այդ տորտի մոմերը փչել ենք։ Ու երբեք չեմ մոռանա այդ տորտի պատրաստման ընթացքը, իմ երջանկության չափը, բայց այդ ժամանակ չէի մտածում, որ հենց այս գործով ես կզբաղվեմ ու ցավոք իր հետ չեմ խոսել այս մասին, բայց հիմա անդադ ես զգում եմ իր ներկայությունը իմ կողքին ու հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Սիրելի զբաղմունքը նաև եկամտի հիմնական աղբյուր դարձնելու Անահիտի ցանկությունը մեծ էր։ Կային պահեր, երբ թվում էր չի ստացվի, բայց հայորդի բարեգործական հիմնադրամը, որ կորստի առաջին պահից Անահիտի կողքին էր, շարունակեց մնալ նրա կողքին, հույս տալու, ոգևորելու եւ օգնելու, որ դաժան կյանքի խոչընդոտներով լի ճանապարհին Անահիտը մի քիչ վստահ կարողանա քայլել։ Առաջի 2-3 պատվերները պատրաստել եմ տանը ընդհանուր խոհանոցում ու այդ մի քանի պատվերից ճիշտն ասած կոտրվել էի, որովհետև հնարավոր չէր այդ համատեղել ու ֆինանսապես նաև չէի կարող ինձ թույլ տալ վերցնել այն ինչ որ պետք էր սկզբնական ու կարծես ես բան էի եղել, ասեցի լավ կարողա դեռ պետք չի սկսել այդ գործը, բայց հայորդին
հայորդի հիմնադիր Վաչեն հավատացին ինձ ու կանգնեցին իմ կողքին, ինձ տալով սառնարան, վառարան, միքսեր։ Թանկարժեք տեխնիկայի համար անհրաժեշտ գումարը հոգատար հայրենակիցների շնորհիվ հավաքվեց հաշված ժամերի ընթացքում։ Այսօր Անահիտը արդեն ունի իր առաջին ամուր հիմքը։ Յուրաքանչյուր պատվեր, յուրաքանչյուր գոհ հաճախորդ, յուրաքանչյուր փոքր հաջողություն նրա համար հաղթանակ է։ Մի հույս, որ կարողացել են տալ հայորդի բարեգործական հիմնադրամն ու իմաստ հարթակի աջակիցները։ Այն, որ մարդիկ քեզ հավատում են, վստահում են ու փորձում են օգնել, դրանից դու ավելի ես պարտավորվում ու ել ավելի ես ուզում արդարացնել այդ մարդկանց հույսը, ինձ հայորդին տվեց այդ հույսը ու այդ հավատը ինքս իմ հանդեպ, որ կարող եմ ու պիտի սկսեմ։ Սիրելի ամուսնու վերջին խոսքերն են վերջին 2.5 տարվա ընթացքում ուժ տվել ապրելու եւ ուժեղ մնալու համար։ Անահիտի համար այսօր դրանք դարձել են պատգամ։ Այդ օրերին, մինչև սեպտեմբերի 25-ը ամուսինս միշտ ասում էր, որ դու պետք է ուժեղ լինես ու հույսը դնես քո վրա։ Ես բարկանում էի, ասում էի, ինչ ես այդպես ասում, մենք միասին կհաղթահարենք, մեր տղային կմեծացնենք։ Ու ինքը ասում էր լավ, բայց հետո նորից նախադասությունը այսպես էր վերջացնում, որ հույսը դիր ինքդ քո վրա ու ուժեղ եղիր, որովհետև մեր տղան քեզ է նայում։ Ու ամուսնուս այդ բառերը միշտ ինձ հետ են։ Միշտ կարծես այդ նույն բառերը ականջիս շշնջում է, հենց ուզում եմ թուլանամ։ Փոքրամարմին այս աղջիկը, որն իր մեջ կրում է անսահման մեծ ցավ, ունի նաև անսահման մեծ սիրտ, որն ամեն օր ժպտում է բոլորին, որը ապրեցնում է բոլորին։ Հիմա ես որոշում եմ կայացրել, որ մարդիկ նայելով ինձ չպետք է տեսնեն միայն այդ կորուստը, ցավը, վիշտը, մարդիկ նայելով ինձ պետք է նաև տեսնեն ուժը, պետք է տեսնեն, որ այո, մարդիկ հաղթահարում են ցավը, կորուստը ու փորձում են ուժեղ լինել, փորձում են ապրել, ինչպես որ ես եմ անում իմ բալիկիս հետ։